Ըստ խնդրի ունենք 1-ից մինչև 99 թվերը և պետք է գտնենք նրանց գրառման մեջ բոլոր թվանշանների գումարը և արտադրյալը։ Սկսենք A պահանջից և ընդհանուր թվանշանների գումարը հաշվելու համար պարզենք, թե յուրաքանչյուր թվանշան քանի անգամ է հանդիպում։ Օրինակ, առաջինը հենց 1 թվանշանը հանդիպում է և միանիշ և երկնիշ թվերի գրառման մեջ։ Դե միանիշ թվերի գրառման մեջ այն հանդիպում է ընդամենը 1 անգամ, իսկ երկնիշ թվերի գրառման մեջ հանդիպում է կամ տասնավորների կարգում, կամ միավորների կարգում։ Հիմա էլ հաշվենք, թե այս ճյուղերից յուրաքանչյուրում քանի անգամ է հանդիպում 1 թվանշանը։ Առաջին դեպքում 1-ի կողքին կարող ենք դնել 0-ից մինչև 9 բոլոր թվանշանները, որոնցից յուրաքանչյուրի կողքին իհարկե ընդամենը 1 հատ 1 թվանշանից է գրված, և այսպես այս ճյուղում ունենում ենք 10 հատ 1 թվանշանից։ Երկրորդ ճյուղում արդեն միավորների կարգում գրված 1-ի կողքին կարող ենք տեղադրել 1-ից մինչև 9 բոլոր թվանշանները։ Համապատասխանաբար յուրաքանչյուրի կողքին միավորների կարգում գրված է 1։ Ստացվում է, որ այս ճյուղում էլ 1 թվանշանը օգտագործվում է 9 անգամ։ Իսկ ընդհանուր 1-ից մինչև 99 թվերի գրառման մեջ 1 թվանշանը օգտագործվում է շուրջ 20 անգամ։ Նույն այս գործողությունները կրկնելով 2 թվանշանի համար կստանանք նաև, որ 2-ը օգտագործվում է ևս 20 անգամ, և այսպես շարունակ մինչև 9 բոլոր թվանշանները օգտագործվում են շուրջ 20 անգամ։ Մնում է միայն հաշվել ընդհանուր գումարը։ Դե առաջին 0 անգամ 20-ը չենք գրի, հաջորդը 1 անգամ 20, գումարած 2 անգամ 20 և այսպես շարունակ մինչև 9 անգամ 20-ը կստացվի մեր բոլոր թվանշանների գումարը։ Այս ամենի փոխարեն կարող ենք գրել նաև 25 գումարած 40 և այսպես շարունակ մինչև 180 թվերի գումարը։ Սա էլ հաշվելու համար, ինչպես գիտենք, ներքևում պետք է գրենք նույն թվերի գումարը հակառակ կարգով 180-ից մինչև 20 և առանձնացնելով ուղղահայաց զույգերը կստանանք յուրաքանչյուր զույգում թվերի գումարը 200 և այդպիսի 9 զույգ։ Բաժանելով էլ 2-ի կստանանք ընդամենը 1 տողի գումարը՝ 900։ Անցնենք B պահանջին և միանգամից նկատենք, որ մյուս բոլոր թվանշանների կողքին 1-ից մինչև 99 թվերի գրառման մեջ ունենք նաև 0 թվանշանը, իսկ ցանկացած թիվ 0-ով բազմապատկելիս միևնույն է ստանալու ենք վերջում 0։